Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ թուրքագետ Նելի Մինասյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան հրավերն ընդունելու համար։ Գիտեք, որ Անտալիայում իրականացվում է այս պահի դրությամբ դիվանագիտության 4-րդ ֆորումը, որտեղ նաև հայկական պատվիրակությունն է ներկա։ Մինչ այս պահի ինչ տեղեկատվություն կա, թե ընդհանուր ֆորումի վերաբերյալ տարբեր հանդիպումների, որոնք մեզ համար առանցքային կարող են դիտարկվել, եւ նաև Հայաստանի պատվիրակության երկկողմ հանդիպումների մասին։ Նախ Անտալիայի դիվանագիտական ֆորումը հետաքրքիր ձևաչափ է, ուրեմն հանդիպումների եւ դիվանագիտական հարցերի քննարկման համար, որը որ թուրքական կողմը նախաձեռնեց 2021 թվականից եւ ըստ ամեն տարի անցկացնում են ու հետաքրքիր է նաեւ մասնակցության չափերը, որոնք ամեն տարի բավականին ներկայանալի են եւ այս տարի նույնպես Հայաստանի ուրեմն այս պահի դրությամբ ասեմ, որ այսօր ընդամենը այսպես հյուրերի դիմավորման եւ հիմնական այսպես պլենար նիստն է լինելու, այսինքն ավելի ընդհանուր ուրեմն ելույթներ, որտեղ նախատեսված է Թուրքիայի նախագահի ելույթը, արտգործ նախարարի ելույթը եւ ավելի շատ այսօր երկրների ղեկավարների ներկայությամբ այսպես քննարկումներին է տեղ հատկացված։ Բուն գործընթացը եւ պանելային քննարկումները արդեն կոնֆերանսի շրջանակներում լինելու են վաղը ուրեմն 12-ին, այստեղ նշված է մեզ համար կարևոր է երկու հանդիպում 12-ի համար, դա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հանդիպումն է եւ իմ կարծիքով շատ կարեւոր է նաեւ մեր տարածաշրջանի 3 երկրների արտգործնախարարների ձևաչափով պանելային քննարկումը, որը կարծում եմ հետաքրքիր հարցեր նաեւ այնտեղ կբարձրաձայնվեն, մանավանդ նկատի ունենալով վերջին շրջանում Վրաստանին այսպես փորձերը հաշտեցման, այսպես խաղաղության հաստատման միջնորդի ուղղությամբ եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի ապագայի հետ կապված, որովհետեւ ամեն դեպքում Հարավային Կովկասը դա 3 պետություններ են եւ եթե մենք նայենք այսօր աշխարհում տեղ ունեցող մի շարք գործընթացների համատեքստում, օրինակ ռեգիոնալիզացիան, բնականաբար այս 3 պետությունները մի օր պետքա սեղանի շուրջ ընդհանուր հարցերի հետ ուրեմն փորձեն ինչ-որ համաձայնությունների գալ։ Իսկ այսօրվա համար ես կասեի, որ մեզ համար հետաքրքիր է ըստ էության Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը, ընդ որում հանդիպումը հիմնականում փակ դռների հետևում է տեղի ունեցել եւ մենք մեծ տեղեկատվություն չունենք այս առումով։ Ստանդարտ նախադասություններ, որոնք որ միշտ էլ նման հանդիպումներից հետո տարածվում են։ Բայց ընդհանուր առմամբ եթե գնահատելու լինենք, այս դիվանագիտական ֆորումը մեր տեսանկյունից որևէ արդյունք, հնարավորություն ստեղծում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Տեսեք, ընդհանրապես նման ֆորումները հիանալի հարթակներ են աշխատանքների կազմակերպման համար եւ այստեղ հայ-թուրքական հարաբերությունները պետք չի բացառել։ Ես հիմա բերեմ անցած տարվա օրինակը, որտեվ այս տարվանը դեռ քննարկումները չեն եղել, որպեսզի զուգահեռներ անցկացնեմ։ Անցած տարվա համապատկերում օրինակ ես կարծում եմ, որ բավականին Հայաստանը հետաքրքիր ուրեմն դիրքավորվեց։ Իհարկե արդյունքները մենք մեծ հաշվով չտեսանք, որտեղ արդյունքը կլիներ, եթե բացվեր հայ-թուրքական սահմանը գոնե ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, բայց համենայն դեպս այն, որ հայկական կողմը կրկին արտգործնախարարի մակարդակով ներկայացված էր, այնտեղ պանելային քննարկումներին մասնակցեց Ռուբեն Ռուբինյանը, եղան բավականին բովանդակալից քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման, տարբեր խնդիրների հետ կապված, ես սա համարում եմ դրական։ Ընդհանրապես մեր երկու երկրների հարաբերություններն այնպիսին են, որ այստեղ միայն քաղաքական որոշումները չեն, որ կարևոր են։ Այստեղ կարևոր է նաև իհարկե երևի թե հետագա ավելի երկարատև ժամանակաշրջանի վրա պետքա պրոյեկտվի հասարակությունների հետ աշխատանքը, տարբեր գերատեսչությունների հետ աշխատանքը, ու ընդհանրապես Թուրքիայում Հայաստանի հայկական թեմատիկայի հետ կապված քննարկումները, այս տեսանկյունից այդ հարթակը իմ կարծիքով լավագույն հարթակներից է։ Իսկ ընդհանրապես եթե դիտարկենք ֆորումի նպատակը որն է։
Ֆորումի նպատակը Թուրքիան դիվանագիտական առումով փորձում է ընդգծել իր կարևորությունը արդեն աշխարհի մակարդակով, որ ինքը կարող է լինել հարթակ դիվանագիտական քննարկումների համար։ Տիկին Մինասյան, հիշատակեցիք նախորդ տարվա ֆորումը դիվանագիտական, կարևորելով եւ ընդգծելով, որ այո, լավ հարթակ էր, հնարավորություն կար հայ-թուրքական հարաբերությունների մասին շատ ավելի ընդգրկուն խոսելու։ Հիշեցնեմ, որ Քլեչի հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց, որպիսի ձեռք բերված համաձայնությունն իրականացվի։ Խոսքը երրորդ երկրների անձանց, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանի բացմանն էր վերաբերում։ Բայց մենք տեսանք, մի տարի է անցել, այդ կոչը այդպես էլ մնացել է, չնայած որ կա համաձայնություն, կողմերը ունեն պայմանավորվածություն, բայց հարցը տեղից չի էլ շարժվել։ Իդեպ այսօր էլի հանդիպման ընթացքում հանդիպել են կողմերը, չնայած Քլեչը այլ լրատվամիջոցի է ասել, որ առաջընթաց սահմանի բացման տեսանկյունից չկա։ Ինչն է հիմնական խոչընդոտը, որ նույնիսկ ձեռքբերված պայմանավորվածությունը կողմերը չեն կարողանում ի վերջո իրականություն դարձնել։ Դե հայկական կողմը պարզ է, նույնիսկ Մարգարեի անցակետն է ամբողջությամբ կարգի բերվել եւ յուրաքանչյուր պահի հնարավորություն կա այդտեղով իրականացնել ձեռքբերված պայմանավորվածությունը։ Որտեղ է խնդիրը Թուրքիայի պարագայում։ Գիտեք, ես կարծում եմ գլխավոր խնդիրը քաղաքական որոշման մեջ է, որ Թուրքիայի ղեկավարությունը պետք է կատարի ուրեմն քաղաքական որոշում հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ։ Մի քայլ, որը մինչև այս պահին դեռ չկա։ Եվ տեսեք, չկա այո երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, որովհետեւ էության մեջ սա անգամ սահմանի բացում չի։ Սա ինչ որ սահմանափակ ռեժիմի մասին է խոսքը։ Եվ անգամ այս հարցի հետ կապված իրենք չեն գնում այդ քաղաքական որոշման իրականացմանը։ Բայց այլ որ ձեռք է բերել համաձայնություն, դա ինքնին արդեն քաղաքական որոշում չէր։ Չէ, դա քաղաքական որոշում չէր, դա ընդհանուր համաձայնություն էր այդ դեպի քաղաքական որոշման ճանապարհին։ Այսինքն, այստեղ մենք գործ ունենք ձևավորված պետական քաղաքականության հետ։ Մենք այստեղ կարող ենք քննարկել, թե որոնք են այդ ձևավորված պետական քաղաքականության հիմքերը։ Ինչն է խանգարում ավելի շուտ։ Եվ այստեղ թուրքական կողմը հիմնականում հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, այսինքն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսպես տրանսֆորմացիայի հետ մենք գործ ունենք, որը վերածվել է այսօր խաղաղության ուրեմն պայմանագրի կնքման այդ ուրեմն թեզի առաջ քաշմանը նոր միայն սահմանափակ ես համոզված եմ քայլերի գնալը ուրեմն սահմանի բացման հետ կապված։ Այստեղ մենք արդեն այս խնդրի հետ կապված կարող ենք քննարկել։ Արդյոք Ադրբեջանն է մեծ ազդեցություն գործում Թուրքիայի վրա, որպես այդ քաղաքական որոշումը չկայանա, թե Թուրքիան ունի այդ քաղաքական որոշումը եւ օգտագործում է ադրբեջանական ֆակտորը, շարունակելով Հայաստանի վրա էության մեջ ճնշման քաղաքականություն։ Վերլուծությունները ինչ են ցույց տալիս, որ մեկն է ազդում մյուսի վրա։ Ես կարծում եմ երկրորդն է։ Ավելի շատ Թուրքիայի քաղաքական որոշման բացակայությունն է։ Այո, տեսեք, եթե Թուրքիան ինքը ուզենա սահմանը բացել, սահմանափակ այն կետերի մասին, ինչը որ մենք նշեցինք, եւ Թուրքիան իսկապես այսօրվա իրադրության պայմաններում կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական գործընթացի վրա։ Իսկ այդ գործընթացի վրա դրական ուրեմն ազդեցությունը հենց պայմանավորված կլինի սահմանի այդ սահմանափակ ռեժիմով բացման հետ։ Բայց չէ՞ որ Տիկին Մինասյան Թուրքիան ժամանակին երբ ուներ այն նախապայմանները, որոնք պայմանավորում էր Ադրբեջանի հետ, այդ նախապայմանների մեծ մասը, եթե չասեմ ամբողջ մասը, այլևս գոյություն չունի։ Այդ դեպքում ինչու այդ քաղաքական կամքը չկա Թուրքիայի պարագայում։ Թե այն ժամանակ էր այդ նախապայմաններն առաջ էին քաշվում եւ հարմար առիթ էր այդ նախապայմաններն առաջ քաշելու համար, որպեսզի սահմանի բացում տեղի չունենա, դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեն եւ այլն։ Եթե հիմա դա չկա, ապա ինչն է խանգարում մանավանդ, որ հիմա կողմերը բարձրաձայն ասում են, հրապարակային ասում են, որ առանց նախապայմանների են փորձում գնալ հարաբերությունների կարգավորման։ Գոնե թե դրա մասին հրապարակային են ասում, կուլիսային խոսակցությունները այլ հարց են։ Տեսեք, հրապարակային այո երկու կողմերը հայտարարում են, բայց մենք ականատեսն ենք, որ թուրքական կողմը շարունակում է նախապայմանների քաղաքականությունը։ Օրինակ նույն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումից հետո այդ ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարվեն, դա արդեն իսկ նախապայման է։
Որտեվ եթե լիներ առանց նախապայմանի, ուրեմն գոնե այդ երկու կետը պետք է արդեն կատարված լինեին, որտեվ երկու կետի հետ կապված պայմանավորվածությունը տարուց ավել է, որ ձեռքաբերվել, այո։ Գիտեք, այստեղ ես կրկին պետք է անդրադառնամ քաղաքական որոշման հետ կապված։ Թուրքիան հենց ամենասկզբից, երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունը հռչակել, Թուրքիան դիմել է նախապայմանների քաղաքականությանը։ Իրականում Թուրքիայի նախապայմանների քաղաքականությունը սկսվել է դեռ այն ժամանակվանից, երբ որ Հայաստան ուզեցել է դառնալ ԵՀԿ-ի անդամ։ Այսինքն խոսքը 91-92 թվականների մասին է։ Այստեղ իրենք այն ժամանակ ավելի կենտրոնացած էին ցեղասպանության խնդրի վրա։ Ժամանակի ընթացքում այս խնդիրը համենայն դեպս այսօր կարող ենք ասել երկրորդական պլանում է, թեև չպետք է բացառել, որ ինչ-որ մի փուլում կարող է գալ կրկին առաջին պլան, եւ իրենք ավելի հստակ դրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը, դա էլ արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև պայմանավորված եղած ավելի շուտ ռազմավարական համագործակցության համատեքստում, որտեղ այնտեղ կա տնտեսական մեծ համագործակցություն, խոշոր ծրագրեր, օրինակ նավթատարերի, գազատարերի, երկաթուղու, այսինքն իրենք ունեն միմյանց ռազմավարական ծրագրերի, ռազմավարական շահերի, այսպես ուրեմն զուգահեռում, որի պարագայում Հայաստանի նկատմամբ ձևավորվել է քաղաքական այդ մոտեցում։ Բայց հայկական կողմը ունի որոշակի հնարավորություններ, շանսեր, որ այս երկու հարցը կարողանա տարանջատված առաջ տանել։ Ունենք մենք հայկական կողմից հայտարարություն, որ մենք հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չենք զուգահեռում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, բայց կա հնարավորություն, որ մեր կողմը կարողանա դրանք տարանջատված առաջ մղել։ Իմ կարծիքով չկա, որովհետև այսքան ժամանակաշրջանը, այս տարիները, որտեղ հայկական դիվանագիտությունը ավելի վաղուց է թեզով առաջնորդվում, որ չենք պայմանավորում պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը մեկը մյուսով, բայց մենք տեսնում ենք այս ամբողջ ընթացքում հակառակը այդ երկու պետությունների հարաբերությունները ավելի սերտացել են ու այսօր այս իրավիճակում իրատեսական չի, որ նրանք։ Բայց Ադրբեջանի հետ Հայաստանը կարողանում է, չէ, ինչ-ինչ հարցերում գալ համաձայնության։ Օրինակ սահմանների հստակեցման հետ կապված որոշակի հատված սահմանազատում իրականացնել, վերջերս ձեռք բերված համաձայնությունը խաղաղության տեքստի բովանդակության հետ կապված, արդյոք սա առանձնացված process չէ, միգուցե առանձնացված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստից։ Սա առանձնացված process է, մենք սա ուրիշ համատեքստում պետք է դիտարկենք այն մեծ գործընթացի համատեքստում, որով որ Թուրքիան ըստ էության Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջ է քաշում։ Այսինքն խաղաղության պայմանագրի կնքումը։ Սա դեռ Թուրքիային չենք անդրադառնում։ Որտեվ մեծ հաշվով մենք դեռ ըստ էության սահմանների հստակեցման, ավելի շուտ վերահաստատման պետք է գնանք նաև Թուրքիայի հետ, չէ՞, որտեվ գոյություն ունեցող սահմանը դա հայ-թուրքական սահմանի մասին է։ Այո, հայ-թուրքական սահմանի մասն է խոսքը։ Այսինքն մենք դեռ բուն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված քննարկումներ չունենք մինչև այս պահը։ Եվ տեսեք, Թուրքիան մեր հետ դեռ չէ մտնում այդ հարցի մեջ, այդ խոսակցությունների մեջ։ Մեզ կարծես թե այսպես ավելի ցածր մակարդակի են իջեցրել։ Այսինքն մենք առայժմ Ադրբեջանի հետ ենք դեռ որոշ խնդիրներ քննարկում։ Մենք դեռ չենք հասել Թուրքիայի հետ բովանդակային հարցերի քննարկման։ Իսկ այնտեղ կան բովանդակային հարցեր, որը կարող է նոր խնդիրներ առաջ բերել։ Օրինակ սահմանների քննարկման հետ կապված, օրինակ վերահաստատում ենք Կարսի պայմանագիրը, թե գնում ենք նոր պայմանագրի պահանջներից մեկն է։ Դա Թուրքիայի պահանջներից մեկն է, այո, բայց հայկական կողմն էլ այդ հարցում իր դիրքորոշում ուներ։ Խնդիրը նույն Ցյուրիխյան արձանագրությունները որ նայենք, այնտեղ կարևոր կետերից մեկը դա է, չէ՞։ Բայց ես ուղղակի զուտ տեսական եմ ասում, այսինքն եթե մենք գնանք արդեն բուն հայ-թուրքական գործընթացի հարաբերությունների կարգավորման, մենք այս խնդիրներին էլ պետք է անդրադառնանք։ Այստեղ մենք այսինքն խնդիրը ունի երկու ճանապարհ, կամ վերահաստատել, ինչ այլոց թուրքերը 90-ականներին պահանջում էին վերահաստատել Կարսի պայմանագիրը, որը մեզ մոտ որ հետ կապված ընկալումները մեզ մոտ տարբեր են, այո։ Կամ գոյություն ունեցող սահմանները ուղղակի ճանաչել եւ նոր փաստաթուղթ ստորագրել։ Կարծիք կար, երբ հաստատվեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը գալիս են համաձայնության, թե ինչպիսի բովանդակություն պիտի ունենա իրենց միջև կնքվող առաջիկա խաղաղության պայմանագիրը,
Կարծիքն այն էր, որ Թուրքիան որոշակի ազդեցություն կարող է նաև ունեցած լինել, որ կողմերը եկել են համաձայնության այդ պայմանագրի բովանդակության շուրջ, մասնավորապես, որ Ադրբեջանին որոշակիորեն միգուցե նաև Թուրքիան է այսպես առաջ մղիչ ուժ հանդիսացել։ Արդյոք Թուրքիան որևէ ներգրավվածություն կարող է ունեցած լինել, որ Ադրբեջանը համաձայնություն տար այդ տեքստին։ Չնայած որ չեն ստորագրում, չեն ուզում ստորագրել դա։ Այո, ես կարծում եմ, այո, Թուրքիան ունի այստեղ մեծ ազդեցություն։ Այստեղ ոչ թե փոքր ազդեցության մասին է խոսքը, այլ այստեղ բավականին մեծ ազդեցության մասին է խոսքը, որովհետև նրանց մեջ կարևորագույն հարցերը քննարկվում են երկկողմանի, որովհետև կա անգամ մարմին ստրատեգիական համագործակցության խորհուրդ, ընդ որում ստեղծվել է դեռ 1997 թվականին։ Հետո իրենց մեջ ստորագրված պայմանագրերում, այսինքն ինստիտուցիոնալացված է այս խնդիրը։ Եվ այո, ես կարծում եմ, նաև վերջինը պայմանագրի այսպես համաձայնեցումը բարձրաձայնելը Ադրբեջանի կողմից հենց պայմանավորված էր նրանով, որ դրանից առաջ Ադրբեջանի նախագահը, եթե կհիշեք, այցելեց Թուրքիա։ Թուրքիայից հետ վերադառնալուց հետո ինքը հայտարարեց, որ ըստ էության կողմերը 1-2 օրում եկան այդ համաձայնությանը։ Թուրքիան այո ունի մեծ ազդեցություն։ Ինչու դա արեց Թուրքիան։ Գիտեք, Թուրքիայի վրա արդեն առանձին կա ճնշում արևմուտքից բավականին մեծ։ Ճնշումը երկու առումով է։ Նախ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, բացել հատկապես սահմանը, այո, որտեվ այստեղ արդեն մենք այդ խնդիրը պետքա քննարկենք տրանսպորտային, քաղաքական, աշխարհաքաղաքական, այսպես գործընթացների համատեքստում, որոնք որ տեղի են ունենում, եւ բացի այդ միշտ արևմուտքը այսպես այն տեսակետից է հանդես եկել, որ հայ-թուրքական սահմանը բացվի, կարգավորվեն հարաբերությունները, իհարկե այդ համատեքստում Ռուսաստանի դիրքերի հետ կապված որոշակի ակնկալիքներ ունենալով։ Եվ այս ճնշումները կան, շարունակվում են։ Պատահական չէ, որ տեսեք Թուրքիայի ղեկավարությունը, մասնավորապես արտաքին գործերի նախարարը, օրինակ եթե երբ գնում է Եվրոպա, օրինակ կոնկրետ Ֆրանսիայի օրինակը նշեմ, կամ երբ Միացյալ Նահանգներ իր ուրեմն այսպես պաշտոնակցի հետ է հանդիպում, անպայման գոնե տարածված այսպես տեղեկատվությամբ մենք տեսնում ենք, որ Հայաստանի հետ կապված քննարկում եղել է։ Այսինքն սա կարևոր խնդիր է եւ այս հարցի հետ կապված կա որոշակի ճնշում Թուրքիայի վրա։ Բայց եթե արևմուտքի կողմից այդ հարցում կա Թուրքիայի վրա ճնշում եւ Թուրքիան էլ ինչ-ինչ հարցերում ընդառաջում է այդ ճնշմանը, ապա արևմուտքը չի կարող այդ ճնշման գործիքը օգտագործել պայմանագրի ստորագրման տեսանկյունից։ Արևմուտքը ճնշի Թուրքիային, Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանին, որ գնան պայմանագրի ստորագրմանը։ Թե այս բaragայում Թուրքիան ուղղակի չի գնա այդ քայլին։ Չէ, արևմուտքը դա չի ուզում անել։ Տեսեք, ես չէի բացառի, որ մենք ի վերջո կհասնենք նման իրավիճակի, որովհետև ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում դիտարկելով կողմեր ունեցած հնարավորությունները, ի վերջո Ադրբեջանը կգնա այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը միայն ճնշման դեպքում, այո։ Եվ այստեղ ուղղակի պետքա դիտարկել, թե ինչպիսի գործընթացներ են այսօր տեղի ունենում եւ այդ գործընթացների շրջանակում ամեն կողմ ինչ հնարավորությունների սահման ունի, որովհետեւ տեսեք, երբ որ այսօր նույն Եվրամիության ու Միացյալ Նահանգների միջև կա բավականին լուրջ հակասություններ, այսինքն արդեն իսկ սա թույլատնում է այդ բևեռին, հետեւաբար նրանց կողմից առաջքաշած խնդիրներին։ Նույն Թուրքիան ինքը միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առևտրի առարկա է դարձրել արևմուտքի հետ կապված եւ այսօր էլ նույն բանը շարունակում։ Այսինքն դեռ մանավանդ որ մենք չենք տեսնում թե ինչպիսի համակարգ է ձևավորվում, այս իրավիճակում սպասել որ հայ-թուրքական հարաբերությունները մոտիկ շրջանում կարգավորվեն իրատեսական չի։ Եվ այդ ճնշումներն էլ դրանք այո կան, կշարունակվեն, բայց առայժմ այն հանգրվանը կետը, որը որ արդեն էլ այլևս հնարավոր չի ձգձգել Թուրքիայի կողմից, պետքա գնալ որոշակի կոնկրետ գործողության, ես համենայն դեպս չեմ տեսնում այս պահին։ Ամփոփում ենք զրույցը ներհայաստանյան խոսույթում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։
հատկապես քաղաքական դաշտում նշվում է ընդդիմադիրների կողմից այն, որ այս պահի դրությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ իրենք ավելի շատ վտանգ են տեսնում, այն առումով, որ ոչ թե իրենք չեն ցանկանում, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, որ սահմանները բացվեն, այլ տեսնում են, որ այսօր մենք այն դիրքերում չենք, որ կարող ենք մեր շահերը պաշտպանել, որ կան նախապայմաններ, որոնք մենք հաղթահարել չենք կարող, եւ նաեւ տնտեսական բաղադրիչներ են բերում, որ եթե հայ-թուրքական սահմանն օրերից մի օր բացվի, մենք տնտեսապես այնքան հզոր չենք, որ կարողանանք դիմակայել Թուրքիայի տնտեսական հզորությանը։ Եվ հակառակ տեսակետն էլ կա, որ օրերից մի օր մենք պիտի սկսենք, գործընթացը պիտի առաջ տանենք, մենք առանց նախապայմանների ենք այդ գործընթացը առաջ տանում եւ այլն եւ այլն։ Մեկ այլ տեսակետն էլ այն է, որ ասում են հիմա երևի Թուրքիայում այդքան շատ չեն էլ ուզում կամ չեն կարևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որքան օրինակ դա ուզում են Հայաստանում եւ հասարակության եւ քաղաքական մակարդակում։ Ձեր կարծիքով այս պահի դրությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայում այնքան կարևորություն ունի, որքան կարևորություն ունի դա մեզ համար։ Տեսեք, ոչ այսօր, ոչ էլ նախկին տասնամյակներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար կարևոր չի եղել։ Դա գերակայություն չի եղել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Դա չգիտեմ որերորդական հարց է եղել։ Եվ միշտ քննարկվել է ինչ որ հարցերի համատեքստում։ Օրինակ, Թուրքիայի Եվրամիության անդամակցության համատեքստում 2000-ականների սկզբին հատկապես ավելի աշխուժացավ խնդիրը եւ Ցյուրիխյան գործընթացը մենք ստացանք։ Այսինքն առանձին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում Թուրքիայի համար գերակայություն չէ։ Ես սպասել, որ, չգիտեմ, առաջիկա ժամանակաշրջանում դա կլինի Թուրքիայի համար գերակայություն, անհասկանալի է ուղղակի, չի լինելու։ Բայց հիմա մեր շահերից է արդյոք բխում, որ մենք ամեն կերպ փորձում ենք հարցը տանել կարգավորման։ Տեսեք, հիմա եթե գանք մենք այսօր շահեկան դիրքերում ենք գտնվում։ Տեսեք, հիմա եթե ընդհանուր պատասխանը, ուրեմն մեզ մոտ շատ ուժեր Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր անընդհատ նույն թեզերը, ինչ որ դուք ասացիք, կրկնում են։ Իսկ երբ է գալու այդ ժամանակը։ Իսկ Հայաստանը արդյոք այդքան ներուժ ունի հզորանալու կամ ինչ նշանակում հզորանալ։ Դա ինչ չափման ինչ միավորի մեջ է տեղավորվում, որ Հայաստանը պատրաստ լինի այդ որոշների համար դա ուղղակի իրենց քաղաքական ապագան շարունակելու ամենալավ խաղաքարտն է, որը կորցնելու պարագայում այդ քաղաքական ուժերը ուղղակի կարող են չլինել դաշտում։ Այո, մանավանդ երբ որ հիմա մենք տեսնում ենք, թե ինչ խոսույթ է, երբեմն ուղղակի շատ պարզունակ, այո, կարելի է եւ նաեւ ուղղակի դա դիտարկել ներքաղաքական խոսույթի համատեքստում։ Իրականում Հայաստանը այո միշտ ավելի շահագրգռված է եղել Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար եւ դա շատ նորմալ է, գիտեք, որտեղ Հայաստանը իր ունեցած պոտենցիալով բնականաբար համեմատելի չէ Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիայի նման պետություն ունենալ հարևանությամբ թշնամական, անվտանգային, ամբողջ բաղադրիչներից ելնելով, իհարկե Հայաստանը միշտ էլ պետք է ձգտի իր հետ կարգավորի հարաբերությունները։ Եվ այս քաղաքական կուրսը ա եղել, որ ստեյության մեր բոլոր ղեկավարները անկախությունից սկսած այս կուրսի շարունակել են եւ չի ստացվել ուղղակի մինչեւ հիմա, որովհետեւ այո սահմանը Հայաստանը չի փակել է Թուրքիան, այսինքն Թուրքիան է դեռ շարունակում ճնշումների, հիմա էլ չի բացում պայմանավորվածությունը, շարունակում այո ճնշումների քաղաքականությունը, նախապայմանների քաղաքականությունը, նույն ճնշումների քաղաքականության մասին է խոսքը։ Տեսեք, եթե այդ սահմանի բացելը ավելի քիչ նշանակություն ունենար Թուրքիայի համար, քան փակելը, թուրքական կողմը այդ սահմանը չէր էլ փակի։ Այսինքն դա նշանակում է, որ դա ունի որոշակի կարևոր խնդիր Թուրքիայի համար։ Հետևաբար ուղղակի տրամաբանական է, որ Հայաստանը պետք է հակառակ դիրքից հանդես գա, որ սահմանը բացի։ Եվ վերջապես Թուրքիան չի շրջափակման մեջ գտնվում։ Մենք ենք։ Գտնվում է շրջափակման մեջ Հայաստանը։ Ընդ որում, եթե մենք նայում ենք Հայաստանի ուղղակի ֆիզիկական սահմաններին եւ տեսնում ենք, թե Հայաստանի ուղղակի ֆիզիկական սահմաններից ինչքանն է բաց ու ինչքան փակ, արդեն այստեղ էլ ուղղակի քննարկելու առիթ առարկայել չկա։ Չգիտեմ, արդեն անիմաստ քննարկում է մի տեսակ դառնում, որտեղ այո Հայաստանի կողմից ճիշտ դիվանագիտական քայլ է գնալ հարաբերությունների կարգավորման սահմանների բացման ունենալ բաց սահմաններ, դրանով ըստեյության նաև անվտանգային ռիսկերը ուրեմն թույլատնելու տեսանկյունից։
Հայաստանի համար կան վտանգներ, իհարկե կան։ Հայաստանը անգամ եթե սահմանները բացվեն, վտանգները կդառնան կառավարելի, բայց դրանք չեն վերանալու անշուշտ։ Եվ այստեղ ամենակարևորը այո, տնտեսական գործոնն է, որը որ անդադար նշվում է, անդադար հիմա էլ, բայց գիտեք, Բաթումիի օրինակով միշտ նախ Բաթումի օրինակին ես շատ վերապահումով կմոտենայի, որտեվ այո, մեր հասարակության մեջ շատ հաճախ քննարկվում է դա ու բերվում է Բաթումի օրինակը, բայց երբ որ մենք դնում ենք զուտ թվերով վերլուծություն ենք կատարում պետական հաստատությունների հրապարակած թվերի մասին է խոսքը, թե որքան է ներդրումները, որքան է ապրանքաշրջանառությունը եւ այլն, եւ տեսնում ենք, որ իրականում Թուրքիան այդքան է կուլ չի տվել Բաթումը։ Եվ բացի այդ Բաթումը Վրաստանի ինքնիշխան պետության մասնակազմում ու դա փոփոխության ենթակա չի ստեյության։ Հետևաբար Հայաստանի պարագայում տնտեսական հարցերը դրանք պետք է ուրեմն պետության կողմից կարգավորվող հարցեր են։ Այդ մարտահրավերներին Հայաստանի պետությունը միշտ էլ բախվելու է։ Կապ չունի Հայաստանի եթե լինի հզոր էլ, որ մի պահ այնքան հզոր լինի, որ ինքը արդեն, չգիտեմ, նախաձեռնող լինի Թուրքիան էլ կարգավորի հարաբերությունները, այլ այդ խնդիրների առաջ կանգնելու են, որտեղ դա տնտեսական գործընթացներ են։ Ընդհանրապես եթե չասեմ, որ մեր ժամանակաշրջանում տնտեսական խնդիրները այնքան կարող են սրվել Եվրոպայի օրինակով, որ ընդհանրապես տանեն սահմանների ավելի լիբերալականացմանը։ Այսինքն ավելի շուտ պետքա կենտրոնանալ այն զարգացումների վրա, այն սցենարների վրա, որոնք որ պետքա տեղի ունենան, հավանականությունը մեծ է։ Այս համատեքստում Հայաստանի քաղաքականությունը մշակել եւ ոչ թե ներողություն վախենալ, որ թուրքական, չգիտեմ, ինչ-որ ապրանքներ կգան կլցվեն Հայաստանի շուկա, որոնք իրականում լցված են այս պահի դրությամբ։ Եվ պետությունը կարող է այս քաղաքականությունը ուղղակի կարգավորի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս թուրքագետ Նելի Մինասյանն էր։ Կհանդիպենք։